Արագածոտն մարզի Օհանավան համայնքում գործող Սուրբ Հովանավանքի նախկին քահանա Տեր Արամ Ասատրյանը կարգալույց հռչակվելուց հետո չի ընդունում մայրաթոռի որոշումը և հրաժարվում է Սուրբ Հովանավանքի բանալիները հանձնել վանքում հոգևոր ծառայության կարգված Տեր Մանուկ քահանա Զեյնալյանին և Տեր Սարգիս քահանա Սարգսյանին։ Հոկտեմբերի 26-ին Գյուտ Խաչի տոնին Սուրբ Հովանավանքում կեղծ պատարագ մատուցվեց կարգալույս եղած քահանայի ձեռամբ։ Կարգալույց քահանային, որն այլևս կոչվում է ավազանի անունով Ստեփան Ասատրյան, աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանը և մասնակցեց պատարագին։ Նրա հետ միասին պատարագի մասնակցեցին ու իրենց աջակցությունը հայտնեցին Ստեփան Ասատրյանին ՔՊ-ական պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, մարզպետեր ու համայնքապետեր, պետական հիմնարկներում աշխատող անձինք, կարգալույց քահանայի աջակիցներ։ Բացի այն, որ պատարագը կեղծ քահանան մատուցեց, Հովանավանքում խախտվեց նաև պատարագի կարգը։ Նախ պատարագը գործող եկեղեցիներում առավոտյան մատուցվում է ժամը 10:00-ին, սակայն Ստեփան Ասատրյանը սպասեց այնքան, մինչև որ Նիկոլ Փաշինյանը Երևանից Հովանավանք հասավ։ Երկրորդ, մինչ քահանայի խորան բարձրանալը վանքի զանգերը պետք է 30 րոպե առաջ ղողանջեն, որին զուգահեռ քահանան սկսում է պատրաստվել պատարագին։ Հագնում է իր սքեմը, փորուրարը, գոտին, թաշկինակը, շուրջառը, գնդաձև սաղավարտը և ծիսակատարողական այլ հագուստներ։ Քահանայի այս պատրաստվելն էլ հենց պատարագի սկիզբն է ազդարարում։ Մինչդեռ երեկ Սուրբ Հովանավանքում կարգալույց քահանան վաղ առավոտից հագած կապած եկեղեցու ներսում սպասում էր Նիկոլ Փաշինյանի ժամանմանը։ Նիկոլ Փաշինյանի գալուն պես հնչվեցին և վանքի զանգերը և սկսվեց պատարագը։ Արմալորի այն հարցին, թե ինչու է պատարագը ուշացվել, Տեր Տարոն քահանա Հունանյանը պատասխանեց. Այդպես է նախագծված, նախատեսված, այդպես է արվել։ Խնդիր է ժամը 10 կամ 15։ Աստծուն աղոթելու համար ժամ կա։ Նշենք, որ անվտանգության աշխատակիցները Սուրբ Հովանավանքին անգամ մոտենալ չթողեցին կարգված ու օծված հոգեշնորհ Հայր Շնորհ Քաբեղա Պալոյանին։ Պատարագի ժամանակ քաղաքացիներից մեկը հայտարարել էր, որ չի կարող Ստեփան Ասատրյանը պատարագ մատուցել։ Վերջինիս անվտանգության աշխատակիցները բերանը փակելով դուրս հանեցին վանքից։ Ստեփան Ասատրյանը իրավունք չունի։ Սուրբ հաղորդության ժամանակ էլ մեկ այլ քաղաքացի Ստեփան Ասատրյանից վերցրեց Սուրբ Գիրքը, կրկին նրան հիշեցնելով, որ ինքը չի կարող պատարագ մատուցել։ Անվտանգության աշխատակիցները այս քաղաքացուն ևս դուրս հանեցին վանքից։ Նշենք, որ պատարագի ավարտից հետո կարգալույց քահանայի հետ հասարակ քաղաքացիները ազատ մտնում դուրս էին գալիս եկեղեցու ավանդատուն, ինչը խիստ անթույլատրելի է։